Ինձ հարցնում են, թե որ ասում ես Ռուսաստանը թույլ չի տա կամ Իրանը թույլ չի տա ինչ-որ թրիպի կառուցում, Ռուսաստանին հնարավոր չի լինի դուրս գնել Հայաստանից, փակել ռազմաբազան, հանել այդ սահմանապատվերը, ինչ մեխանիզմով է դա անելու Ռուսաստանը, չխախտելով այս միջազգային իրավունքը եւ այլ բազմբախ փաստաթղթեր։ Շատ պարզ կանի Ռուսաստանը, շատ հեշտ եւ դրա համար ինքը ունի, քանի որ մեծ տերություն է եւ դառնում է արդեն գերտերություն, ունի անհրաժեշտ գործիքակալը։ Դրա հիմքում ընկած է հեղինակությունը, ինչպես եւ բոլոր իշխանությունների, ինչի վրա է հիմնված իշխանությունը, որևէ երկրում կամ տարածաշրջանում կամ ինչ-որ պետությունների դաշինքում, դա հեղինակությունն է, ռեպրեսիվ ապարատը, այսինքն բանակ, ոստիկանություն, ուժային կառույցները, եւ լեգիտիմությունը։ Հիմա ոնց է Ռուսաստանը կանխելու հայ ժողովրդի ընտրած ժողովարդչապետի հակառուսական եւ բնականաբար հակահայկական քաղաքականությունը։ Մի քանի պատմական օրինակ։ 1883 թվականին Ֆրանսիայի հարավում մահացավ մեծ ռուս պետական գործիչ Միքայել Լորիս Մելիքովը։ Հայերը ցավոք չգիտեն, դե հայերը ընդհանրապես շատ բան գիտեն, որ Միխայել Տարիելովիչը Ռուսաստանի կայսրության առաջի վարչապետն էր։ Այն ժամանակ այդ գործադիր մարմինը չէր կոչվում մինիստրների խորհուրդ կամ կառավարություն, կոչվում էր Высшая распорядительная комиссия, եւ նա դրա նախագահն էր։ Եվ փաստացի պետության երկրորդ դեմքն էր Ալեքսանդր II-ի ամենամերձավոր ազնվորությունը։ Եվ երբ նա մահանում է 83-ին Ֆրանսիայի հարավում, Նիսայում, նրան բերելու էին Թիֆլիս, ըստ իր կամքի, որտեղ եւ նա պետք է հուղարկավորվեր։ Հիմա Ֆրանսիայի հարավից Թիֆլիս ճանապարհը, ամենակարճ ճանապարհը ծովով է գալիս, այսինքն Ֆրանսիայից միջերկրականով Ստամբուլ, Ստամբուլից 1500 կիլոմետր ցամաքով մինչև Թիֆլիս։ Բայց քանի որ Լորիս Մելիքովը նրա անունը սարսափ էր թուրքերի համար, չմոռանանք, որ դրանից մի քանի տարի առաջ հենց Լորիս Մելիքովն էր գլխավոր հրամանատարը Կովկասյան ֆրոնտում, որը թուրքերից խլեց շատ բան, Բաթում, Կարս, Արդահան, եւ Ալեքսանդր II-ի զավակին ասում էին, թե վտանգավոր է ուրիշ կերպ բերենք այս կոմենքում, բայց Ալեքսանդր III-ը ավելի շատ պապի թոռներ, քան հոր տղեն, մի քիչ մեռի մարդ էր, դաստիարակության եւ կրթվածության պակաս ուներ, որովհետեւ ինքն էլ հագաժարանք չէր։ Ինքը գահը ժառանգեց իր հորից ժառանգեց, բայց ավագ եղբոր փոխարեն, որը մահացավ ինչ-որ հիվանդության պատճառով երիտասարդ հասակում, ժառանգեց նաև եղբոր հարսնացուին, որը դարձավ Մարիա Ֆյոդորովնա Կայսովին, դա դանիական Դագմար արքայադուստրն էր։ Ինչևէ, Ալեքսանդր III-ը երկու տող է ուղարկում սուլտանին, թե ասում է լուրեմ լսի, պարոն սուլտան, հորս ընկերոջ դիակը բերելու են Ստամբուլ, իսկ Ստամբուլից անձամբ դու քո էսկորտով, քո ախրանայով կհասնես Թիֆլիս։ Պարզ է, դե անի ասում է պարզ է։
Եվ այդպես էլ եղավ 1500 կիլոմետր Ստամբուլից մինչև Թիֆլիս քաղաք Լորիս Մելիքովի հայությունը տեղափոխվեց եւ ամփոփվեց իր ծննդավայրում։ Այսինքն Ալեքսանդրը տվյալ դեպքում օգտվել է իր հեղինակությունից որպես գերտերության կայսր եւ նրա ձայնը չլսելը շատ պրոբլեմային կարող է դառնալ չլսողի համար։ Բայց եթե հեղինակությունը չօգներ, Ալեքսանդրը այլ բան կձեռնարկեր։ Հիմա տեսեք Պուտինի իշխան խելոք, համեստ, ասում է դե ժողովուրդ ջան, ախր ինչ գործ ունեք Եվրոպա, բայց եթե շատ եք ուզում գնացեք, եթե շատ եք ուզում ախր այդ թրիպը մի քիչ լավ բան չի, Իրանն էլ է ասում սկզբունքորեն թույլ չենք տա։ Բայց դե Պուտինը ասում է այնքան երևի լավ բան չի, եկեք մտածենք բան։ Եվ եթե նրա հեղինակությունը չօգնեց, եթե Փաշինյան Նիկոլասն մի կերպ վերարտադրվեց եւ շարունակեց հին էշը քշել, ապա Ռուսաստանը, ինչպես եւ բոլոր իսկական մեծ տերությունները այլ գործի կկիրառեն։ Օրինակ, մի հետաքրքիր դեպք ես պատմեմ, որը կարող եք դիտել «Последний эшелон на Восток» վավերագրական ֆիլմից, եւ եթե դիտելու եք այդ ֆիլմը եւ ժամանակ քիչ ունեք, դիտեք 42-րդ րոպեից։ Կտեսնեք այն, ինչ ես հիմա կպատմեմ։ Ուրեմն 1965 թվականին Բրեժնևին զեկուցում են, որ ամերիկյան հրահանգով Արևմտյան Գերմանիան որոշել է Բունդեստագի նիստը անցկացնել Արևմտյան Բեռլինում։ Ու ինչի չէր կարելի անել, ինչը արգելված էր, որովհետև Արևմտյան Բեռլինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մասը չէր, դա օկուպացված տարածք էր, բաժանված էր 3 զոնայի՝ անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, օդային տարածքը եւ ընդհանուր պաշտպանությունը ապահովում էին այդ 3 երկիրը։ Ինչևէ, դրա իրավունքը չկար, հիմա երկար չխոսեմ Արևմտյան Բեռլինի ստատուսի բանի մասին, իրավունք չունեին դա անելու։ Եվ Բրեժնևը դե ինչ անի, հիմա ինչ ում համոզի, ում բան անի, իսկ այդ նիստի կայացումը դա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ, գերմանացիք կարող ասեն ընդհանրապես կտեղափոխեն Բունդեստագը Արևմտյան Բեռլին։ Ինչևէ, Բրեժնևը թողնում է մի կողմ սենտիմենտները, լիրիկան, եւ Մարշալ Մալինովսկուն հանձնարարում է տապալել այդ նիստը։ Մարշալ Մալինովսկին այդ ժամանակ պաշտպանության նախարար էր Սովետական Միության եւ լեգենդար մարշալներից էր հայրենական պատերազմի, ֆրոնտի հրամանատար, իրեն փայլուն դրսևորած։ Մալինովսկին ինչ անի, մի շատ հետաքրքիր բան է որոշում։ Ուրեմն հավաքում է 80 գերպրոֆեսիոնալ եւ փորձառու, գերփորձառու օդաչու։ Նստեցնում է դրանց 80 միգ 21 գերձայնային ինքնաթիռներ։ Եվ հրամայում է նիստի սկսվելու պահին մի քանի վայրկյան առաջ այդ հսկայական էսկադրան, դա արդեն էսկադրայի չէ, 80 կործանիչը գերձայնային, դա արդեն օդային բանակ է։ Գերձայնային արագությամբ 100 մետր բարձրության վրա անցնելու են այդ շենքի վրայով, որը նորից կրկնեմ, Արևմտյան Բեռլինը գտնվում էր ամերիկյան հակաօդային պաշտպանության ներքո։ Ուրեմն դե պատկերացրեք հիմա գերմանացի դեպուտատների վիճակը, բանպես չկար այն ժամանակ, չկար։ Ուրեմն սրանք այդ սարսափելի այդ դա ինչ այդ
եզերական այդ վայնասունից այդ պատկերացնում եք մի ուղղաթիռ 100 մետր իջնում ան ներքև մարդիկ ուզում են կանտուզիա ստանալ մի անգամից 80 գերձայնային մի 21 գերձայնային արագությամբ 100 մետր բարձրության վրա անցնում են ինչ-որ մի շենքի վրայով որտեղ վեր են գած ինչ-որ մի իրարևին սուվերեն երկրի պարլամենտ դե դրանց վիճակի ինչ կլինի պամպեր չկա դրանք նապաստակի պես փախել են տակները լսելով մի խոսքով ենթարկվել են շատ դաժան փորձությունների ես ասիկան հասկանում եք ես իմ երեկվա եթերում ասացի որ ռուսները երբեմն գործում են ոչ թե երբեմն են գործում ունեն ավանդույթներ ունեն ահավոր հանդուգն եւ ահավոր կոշտ քայլերի միջազգային հարաբերություններում եւ իմ հիշատակած էպիզոդը որը նորից կրկնեմ բոլորդ կարող եք այդ մասին իմանալ поезд последний эшелон на восток ֆիլմի 42-րդ րոպեից դրա վառապացույցն է ասի եթե չհասկացան Պախարոշումը հա Փաշինյան Նիկոլաև դեմոկրատ Սիմոնյան Ալենը այնտեղ Ալեքսանյան Վաղ Բադալյան Լուլու Պողոսյան Քիսո Գրիգորյան Քիսո Ղազարյան Սոնա էլ չեմ ասում Աբաջան Գուարի Իրամաշտու հետ Միրզոյան Արովի հետ դե եթե չհասկացան ուրեմն այլ կերպ կհասկացնեն եթե դա էլ չօգնեց Հայաստանի լուսարումը միշտ կա ու կա ես ասել եմ իմ նախորդ եթերներում որ Ռուսաստանում մտադիր են բանդերականների սպանդի ավարտից հետո հետ կանչել իրենց ճանաչումը բոլոր երկրների բոլոր ԱՊՀ երկրների բացառությամբ Թուրքմենստանի որ ամենախելոք երկիրն էր թեպետ բոլորը ծիծաղում էին Թուրքմենբաժու վրա իսկ ամենախելոքն ինչի համար էր ամենախելոքը որովհետև գետ մեկ գրանտակեր չկա այդ երկրում դա երջանկություն է այդ երկրի համար այսինքն երկրի ներսից քանդող չկա դրսից քանդող չկա Ռուսաստանի դեմ հանող չկա ի վերջո կա սպանդը որպես գրանտակեր ընտրող ազգերի դասիրակչական մեթոդ իսկ թե ինչպես են ռուսները սպանդ իրականացնում մենք տեսնում ենք այսօրվա բանդերական Ուկրաինայի տարածքում որտեղ արդեն Պուտինը գերազանցել է Ստալինին բանդերականների լիկվիդացիայի հարցում ավելորդ անգամ արժի կրկնել որ եթե Ստալինը սպանեց 150,000 բանդերական 130-ին դատապարտեց 200,000-ին արտաքսեց Ուկրաինայից ապա Պուտինն արդեն թաղել է 2 միլիոն բանդերական ջանդակ իսկ դա հավատացեք շատ է այն ազգի համար որը Չինաստան չէ որը միլիարդուկից բնակչություն չունի ինչևէ անհոգ եղեք TRIP, MRIP, այլ կասկածելի պրոյեկտներ, ինչ-որ ամերիկյան միջուկային մոդուլներ, ինչ-որ դրանք երբեք իրականություն Հայաստանում չեն դառնա։ Հարցը միայն այն է, թե ինչ գին կվճարենք մենք դրա համար։ Մենք կարող ենք շատ էժան փրկվել, եթե ամսի 7-ին դրությունները նորմալ ընթանան, եթե ընդդիմությունը իրեն պինդ պայի, դիմակայի, հետո այլանդակ եւ խայտարակ կեղծիքներից հետո դիմի թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությանը մենք շատ էժան կպրծենք եւ լրիվ այլ եւ շատ թանկ կնստի հակառուսական պրոյեկտների իրականացման կանխումը մեր վրա եթե ընդդիմությունը դե իսկ ընդդիմությունը ասելով ես նկատի ունեմ մենակ Կարապետյան Քոչարյանը ինչ-որ ծիծաղելի է նրանց կողքին Ծառուկյանի անունը տալ, ծիծաղելի է ուղղակի։ Գոնե այն բանի համար, որ Ծառուկյանը անպայման կթռնի Փաշինյան Նիկոլի գիրկը։ Եթե հանկարծ իր այդ տարած փոքր տոկոսները 5-6%-ը որ շատ անհրաժեշտ եղան Կարապետյանին միանշանակ նա
կթռնի Փաշինյան Նիկոլի գիրկը, եթե մենք 5%-ը անհրաժեշտ եղան նաև Փաշինյանին։ Ընդամենը մեկ զանգ է բավարար, որ Ծառուկյանը այդ բանն անի, իսկ ամերիկյան դեսպանի զանգը, կարծում եմ, դա Ծառուկյանի համար Աստծո խոսքից հեղինակավոր է։ Ինչևէ, ուրեմն ոչ մի հակառուսական, ոչ մի հակահայկական պրոյեկտ Հայաստանում չի իրականանա, իրականություն չի դառնա։ Հարցը, կրկնում եմ, գնի մեջ է, թե մենք ինչ դրա համար կվճարենք։ Առայժմ այսքանը, նորից կհիշեցնեմ, կխնդրեմ բաժանորդագրվել իմ YouTube-յան և Telegram-յան ալիքներին, լավ մնացեք, շատ շուտով կհանդիպենք։